Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը երկօրյա պաշտոնական այցով Լեհաստանում է։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի եւ Լեհաստանի վարչապետները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններ կանեն։ Վարչապետը կհանդիպի նաեւ նախագահ Կարոլ Նավրոցկի եւ Սենատի նախագահի հետ։ Նիկոլ Փաշինյանը կայցելի Թագավորական ամրոց-թանգարան, նաեւ միջազգային հարաբերությունների Լեհական ինստիտուտ, որտեղ նախատեսված է հանդիպում լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի շրջանակներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների, այդ թվում Қырғызստանի եւ Լիբանանի արտգործնախարարների հետ։ Այս մասին հայտնել են արտաքին գերատեսչությունից։ Պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ Սուրեն Պապիկյանն ու Ալի Լարիջանին քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ գործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Նախարարը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված վիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Անդրադարձել են նաև Հայաստանի եւ Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին։ Շարունակենք, Ադրբեջանը 4500 տոննա դիզվառելիք կմատակարարի Հայաստանին, հայտում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Տեղեկությունների համաձայն վառելիքի նշված ծավալն Ադրբեջանից կառաքվի այսօր երկաթուղային տրանսպորտով։ Հիշեցնեմ, Ադրբեջանից դեպի Հայաստան նավթամթերքի մատակարարումները սկսվել են նախորդ տարվա դեկտեմբերից։ Ադրբեջանական բենզինը հենց 430 դրամով գալիս է, շատ արագ սպառվում է, երբ ադրբեջանական բենզինը վերջանում է, մյուս բենզինը թանկանում է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասել է էկոնոմիկայի նախարարը, պատասխանելով հարցին, թե ինչու է բենզինի գինը տատանվում։ Գևորգ Պապոյանն ասել է, որ մինչև բենզինի ներկրումը Հայաստան ռեգուլյար բենզինը Հայաստանում վաճառվում էր 500-ից 520 դրամով։ Եթե հիմա 445 դրամ է, տարբերությունը 75 դրամ է։ Հետևաբար ամեն մի լիտրում քաղաքացին 75 դրամ է խնայում, ամեն 10 լիտրում 750 դրամ։ Պապոյանը նաև հիշեցրել է, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը բենզինից բացի նաև այլ ապրանքների ցանկերով են փոխանակվել, որոնք կարող են ներկրել երկու երկրները, բայց այդ գործընթացը դեռ ընթացքի մեջ է։ Ադրբեջանական բենզինը հենց գալիս է 430-ով, շատ արագ սպառվում է։ Ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում։ Սաղ ժողովուրդը, մեր ժողովուրդը արագ գնում է, առնում է։ Հենց ադրբեջանական բենզինը վերջանում է, բնականաբար այն մյուս բենզինը նորից թանկանում է։ Դրա հետևությունը որն է, որ պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք, որ միշտ շատ լինի էժան գնով բենզին մեր ժողովրդի համար։ Հիմա 445 է, 430 չէ։ Շատ լավ, դե նորից եմ ասում, պետք է շատ լինի, որովհետև չկա քանակը։ Հա, այսինքն ինչքան շատ բերեն, այնքան գները կիջնի ներքև։ Դրա համար, որովհետև մեր ժողովրդի մոտ դա շատ տրամաբանական է, մարդիկ ինչի պետք է օրինակ 500 կամ 500, մինչև այդ ապրանքի մուտքը Հայաստան, ես ռեգուլյար բենզին տեսել եմ 500-520 դրամով։ Հիմա եթե անգամ դեր ասած գինը, դրանք օրինակ 440 կներեք, հա, հիմա տարբերությունը, եթե 445-ը եւ եղել է օրինակ 500 դրամ, տարբերությունը եղավ 55 դրամ, 520 էլ է եղել, եղավ 75 դրամ։ Կներեք, ամեն միլիտրը 75 դրամ, 10 լիտրը եղավ 750 դրամ, ամեն 10 լիտրի մեջ 750 դրամ, եթե մարդը խնայում է։ Կամ ավելի շատ, որովհետև շատ երբ որ մեծ քանակով է գալիս, այդ օրերին էլ ավելի է էժանում։ Այդ մարդու գրպանը այդ փողը կծակի, այդ փողը ընդհակառակը այն ժամանակ մեր երկրից դուրս էր գնում։ Հիմա մնում է մեր երկրի ներսում, որովհետև մեր քաղաքացին, որ գնում է, ասում է, ինձ 10 լիտր բենզին լցրեք։ Եվ օրինակ 800 դրամ խնայում է, դա նշանակում է 800 դրամ գումար, քիչ է իր գրպանից գնում եւ իհարկե հարկերը բանը որ հանենք, կարող է պարզվի, ասենք մի քանի 100 դրամ էլ քիչ փող մեր երկրից դուրս է գալիս։ Իսկ մենք ինչ ենք տանելու Ադրբեջանը, ասում եք այդպիսի քննարկումներ կան, չէ՞։ Քննարկումներ կան, հիմա տեսեք Ադրբեջանը բազմաթիվ ապրանքների ցանկ մեզատվել, որ ինքը կարող է Հայաստան արտահանի, մենք էլ իրենց, բայց դեռևս այսպես ասած չկան այնպիսի մրցակցային լրջագույն առավելություններ, իհարկե նաև հասկանալի է տարբեր տեսակի մշակույթ, հոգեբանական եւ այլն, պրոցես է, որը լինելու է, առևտուր լինելու է, ես ուղղակի վստահ եմ, որ $100 միլիոն դոլարների այնտեղ պոտենցիալ կա երկկողմ առևտրի, բայց դա ժամանակ է պահանջում, այսինքն
կարծել են, որ նոր խմբականակ է գալիս։ Դուք ինչ գիտեք այդ մասին։ Այդ գործը, գիտեք, այսպես ասեմ, ինքը արդեն թողել ենք բիզնեսին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, ընտանիքը հայտարարել է, որ այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճիռի հետ եւ չի նշանակում հրաժարում պաշտպանությունից, մեջբերում է։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։ Լսումների ընթացքում կատարվողը ոչ թե դատաքննություն էր, այլ բեմականացում։ Նիստերն անցկացվել են դռնփակ, անկախ դիտորդներին թույլ չի տրվել ներկա լինել։ Միջնորդություններն անտեսվել են։ Դատավճիռի ամբողջական տեքստը դատարանի դահլիճում չի հրապարակվել։ Սույն հայտարարության հրապարակման պահին ընտանիքին տրամադրված չի եղել դատավճիռի պաշտոնական գրավոր տեքստը պատշաճ թարգմանությամբ, ինչն ընթացակարգային ևս մեկ կոպիտ խախտում է ու թույլ չի տալիս նույնիսկ ֆորմալ առումով հասկանալ 20 տարվա ազատազրկման հիմքերը։ Բողոքարկումն իմաստ ունի այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն, սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ եւ առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող ևս մեկ գործիքի։ Բողոքարկումից հրաժարումը ոչ թե պայքարի ավարտ է, այլ հրաժարում ֆարսին մասնակցելուց։ Մենք կշարունակենք պայքարել արդարության համար միջազգային իրավական մեխանիզմների եւ միջազգային այլ ատյանների միջոցով, մեջբերման ավարտ։ Ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Այդ պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Հակոբյանն ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։ Բարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Խուդինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։ Նախարարի այլ հրամանների համաձայն Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը նշանակվել են ներքին գործերի նախարարի խորհրդականներ։ Արթուր Խուդինյանն էլ նշանակվել է նախարարի օգնական։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան, վարչապետն է հայտարարել։ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, նշելով, որ համեմատաբար ցածր կենսաթոշակը կբարձրանա 10,000 դրամով, բարձր կենսաթոշակներն ավելի քիչ։ Հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն թոշակները փաստացի կբարձրանան իր նշած սանդղակից ավելի շատ։ Նիկոլ Փաշինյանը նաև պարզաբանել է, թե ինչու է որոշումը հիմա կայացվել։ Դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականի եղել է կանխատեսվածից ավելի բարձր, ընդ որում ավելի բարձր կանխատեսվածից նաև միջազգային կազմակերպությունների կողմից, եւ սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում եւ Հայաստանի քաղաքացիները այդ տնտեսական աճի արդյունքը պետք է տեսնեն նաև իրենց կյանքում։ Երկրորդ հանգամանքը, որը պակաս կարևոր չէ, հետևյալն է, դուք գիտեք, որ հունվարի 1-ից մենք ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգը համընդհանուր եւ ճիշտն ասած բավականին մեծ լարվածություն կար, որովհետեւ անկանխատեսելիության էլեմենտ կար, թե ինչքանով են մեր կանխատեսումները համապատասխանում եւ բյուջետային հատկացումները որքանով կբավարարեն այդ կարիքները հոգալու համար եւ հունվարի եւ փետրվարի ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումը այնուամենայնիվ ճիշտ է եղել։ Բայց ուզում եմ ընդգծել նաեւ, որ այս որոշումը մենք կայացնում ենք առաջին հերթին Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ, նաեւ այն քաղաքացիների շնորհիվ, ովքեր որևէ բան գնելիս, ձեռք բերելիս չեն մոռանում ՀԴՄ կտրոն պահանջել եւ վերցնել եւ իհարկե այն տնտեսվարողների շնորհիվ, ովքեր անկախ նրանից թե գնորդը պահանջում է, իրենք ՀԴՄ կտրոն բաց են թողում եւ հատկացնում են ինչպես նախատեսված է օրենքով։ Սա շատ կարեւոր տրամաբանական շղթա է, աշխատանք, վճարված հարկեր, կենսաթոշակներ։ Ուզում եմ նաեւ ընդգծել, որ կարծում եմ հենց իրենք թոշակառուները այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում, որովհետև հետվճարի համակարգից հետո հատկապես նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առևտուր անում,
այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում կրճատվի եւ շատ կարեւոր է իսկապես որևէ բան ձեռք բերելիս չմոռանալ նրանք, ովքեր վաճառում են հսկիչ դրամային կտրոն թողարկել, նրանք, ովքեր գնում են վերցնել, ստանալ, իսկ դուրս չգրել դեպքում պահանջել հսկիչ դրամարկային կտրոն, իսկ ընդհանրապես տնտեսվարողների համար, աշխատող արդյունք ստեղծող մարդկանց համար շատ կարևոր է վճարել հարկերը, որովհետև հարկերը վճարելով իրենք առաջին հերթին ներդրում են անում իրենց բարեկեցության մեջ եւ երկրորդը, որը ամենևին պակաս կարևոր չէ, ուժեղացնում են իրենց պետությունը, իրենց պետության անկախությունը, ինքնիշխանությունը եւ իհարկե հետագա զարգացումը ապահովելու հնարավորությունը։ Եվ այսպիսով ապրիլի 1-ից թոշակները կավելանան, ավելի մանրամասն հաշվարկները ավելի ուշ կներկայացնենք, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, իսկ ավելի բարձրերը ավելի քիչ եւ ես կարծում եմ, որ այսպիսով շատ կարեւոր է արձանագրել, որ մենք լիարժեքորեն կկատարենք եւ կիրագործենք նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու եւ միջին թոշակը սպառողական զամբյուղին համապատասխանեցնելու մեր հանձնառությունը, որը մենք պիտի կատարեինք մինչև 2026 թվականի հունիսը եւ մենք այսպիսով այդ հանձնառությունը կատարում ենք աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Թոշակների բարձրացման հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։ Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել, մանրամասնելով, թե ինչպես եւ որքան կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները։ Մեր կենսաթոշակները հաշվարկվում են տարբեր բանաձևերով, որի մեջ էական դեր ունի հիմնական կենսաթոշակ հասկացությունը, որ այս պահին 24000 դրամ է, այն բադառնալու է 34000 դրամ, այսինքն բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24000 դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34000 դրամը ներառյալ եւ հետեւաբար բոլորի կենսաթոշակները, որոնք այդ հիմքով հաշվարկվում են, բարձրանալու են 10000 դրամով։ Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որը այս պահին 36000 դրամ է եւ հետեւաբար այն դառնալու է 46000 դրամ։ Դա նշանակում է, որ նաև բարձրանալու է ծերության նպաստը, դա այն կենսաթոշակն է, այսպես ասած, որ վճարվում է այն քաղաքացիներին, որոնք ունեն բավարար աշխատանքային ստաժ, այսինքն դրանից ցածր կենսաթոշակ կամ ծերության նպաստ չի լինելու։ Բարձրալարն են նաև հաշմանդամության նպաստները առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամների համար, ինչպես նաև միջին, ծանր եւ խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար համապատասխանաբար 10000 դրամ։ 36, 37.5 եւ 39000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46, 47.5 եւ 49000 դրամ։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները, այստեղ սակայն բանաձևը մի փոքր այլ է եւ որոշ դեպքերում տարբեր չափ է բարձրանալու, քանի որ երկու փոփոխական կա։ Միջին բարձրացումը կլինի մոտավորապես 8000-8500 դրամի շրջանակներում, բայց որոշ դեպքերում այն կլինի 10000-ից ավել, ընդհանուր մինչև 15000 դրամ, որոշ դեպքերում մի փոքր ավելի ցածր, որովհետեւ նրան այդ կենսաթոշակներ արդեն իսկ բավական բարձր են։ Միջինը մոտ 100,000 դրամի շրջանակներում է այս կենսաթոշակները։ Բարձրանալու են նաև մնացած որոշ մեր քաղաքացիների վճարվող կենսաթոշակները, որոնք թվով ավելի փոքր են, կերակրողին կորցնելու կենսաթոշակ եւ այդպես շարունակ։ Եվ ապրիլի 1-ից ըստ էության բոլորը ստանալու են այդ տարբերակով եւ այս ամենը չհաշված հետ վճարը, որի հնարավորությունը մնում է կենսաթոշակների եւ նպաստների 20%-ի չափով, առավելագույնը 10000 դրամ եւ հետեւաբար յուրաքանչյուր քաղաքացի ըստ էության իր կենսաթոշակը կարող է բարձրացնել բացի այս 10000 դրամ բարձրացումից եւս մինչեւ 10000 դրամով, դրանով իսկ նաեւ խրախուսելով, որպեսզի ստվերի շրջանառությունը փոքրանա եւ պետական բյուջեն մեծանա, որը որ նորից դառնալու է կենսաթոշակ։
Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է Վիոլիա ջուրը, այսինքն այդ հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ամեն օր ժամը 7-ից մինչև 24-ը։ Սահմանափակումները կվերաբերվեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների մի շարք հասցեներին։ Հունվարի 1-ից մայիսի 1-ը եւ սեպտեմբերի 16-ից հունվարի 1-ը ջրամատակարարումը կգործի շուրջօրյա։ Ընկերությունը պարզաբանել է, որ ժամանակացույցը տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին տարվա ընթացքում ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության, ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից եւ կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից։ Նպատակն է նաեւ կանխել գիշերային ժամերին ջրի կորուստը։ Իդեպ գրաֆիկը հասանելի է ընկերության կայքում։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին։ Մերցը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ բանակցություններ վարելու համար, որոնք կենտրոնացել են Եվրամիության եւ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության միջև առևտրային լարվածության աճի վրա։ Մերցը, որը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է այցելում Չինաստան, պետք է քննարկի չինական արդյունաբերական գերհզորությունը, ինչպես նաեւ բիզնես հնարավորությունները։ Գերմանիայի կանցլերին ուղևորության ընթացքում ուղեկցում են 30 ընկերությունների ներկայացուցիչներ։ Գերմանական շատ խոշոր խմբեր, այդ թվում ավտոարտադրողներ, դեռևս չինական շուկան համարում են շահույթի եւ նորարարության կարևորագույն գործոն։ Մերցը ավելի վաղ հանդիպել էր Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսի առջև հանդես է եկել ամենամյա երկրի դրության մասին ուղերձով։ Այն տևել է 1 ժամ 50 րոպե, դառնալով երկրի դրության մասին երբևէ ամենաերկար ուղերձը։ Ելույթի մի մասը Թրամփը նվիրել է Իրանի թեմային, նշելով, որ այդ երկրի հրթիռները սպառնում են Եվրոպային եւ շուտով կարող են հասնել ԱՄՆ։ ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ կրկին շեշտել է, որ Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել, հավելելով, որ կնախընտրեր դրա համար ուժ չկիրառել։ Ռուս-ուկրաինական հակամարտության թեմայով Թրամփը նշել է, որ իր վարչակազմը լարված աշխատում է 9-րդ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Նա կրկնել է, որ իր միջնորդությամբ 8 հակամարտություն է ավարտվել։ Անդրադառնալով երկրի ներքին վիճակին, նա նշել է, որ ԱՄՆ տնտեսությունը շատ լավ վիճակում է։ Նվազել են բենզինի, դեղերի գները, հիպոթեկային տոկոսադրույքները։ Նա հայտարարել է, որ գների բարձրացումը այլևս խնդիր չէ։ Նախագահի խոսքով իր քաղաքականության շնորհիվ երկրի սահմանները հուսալի պաշտպանության տակ են, եւ ԱՄՆ-ն աշխարհում կրկին վայելում է հարգանք։ Վիլնյուսը եւ Կիևը պայմանագիր են ստորագրել Լիտվայում Ուկրաինայի համար սպառազինության արտադրության վերաբերյալ։ Համաձայնությունը ստորագրություններով ամրագրել են Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հաղորդել է Լիտվայի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշված է համաձայնագրում, Լիտվայում արտադրվող պաշտպանական համակարգերի մեծ մասը ամենից առաջ կհասցեագրվի Ուկրաինային։ Վիլնյուսը նաեւ մտադիր է ուկրաինական պաշտպանական ձեռնարկությունների համար ստեղծել Լիտվա տեղափոխվելու համար պայմաններ, համատեղ արտադրությունների հիմնարկություններ, ազգային միջոցների եւ զենքի արտադրության Եվրամիության ֆինանսական ծրագրի միջոցների օգտագործմամբ։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին։ Նման պնդմամբ հանդես է եկել Վլադիմիր Զելենսկին։ Զելենսկին հավելել է, որ փետրվարի 26-ին Ժնևում տեղի կունենա Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։ Առաջին հարցը Ուկրաինայի վերականգնման փաթեթն է, քննարկվելու են մանրամասները։ Երկրորդ հարցը եռակողմ հանդիպման նախապատրաստումն է։ Երրորդը Ումերովը քննարկելու է գերիների փոխանակման մանրամասները, ասել է Զելենսկին։ Հիշեցնենք, որ եռակողմ բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-ից 18-ը։
Թուրքիայի 9-րդ գլխավոր ավիաբազային պատկանող F-16 կործանիչը փետրվարի 25-ի գիշերը Բալաքեսիր նահանգում պլանային չվերթի ժամանակ վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռը կործանվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 00:50-ին, օդաչուն զոհվել է։ Կործանիչը կործանվել է Ստամբուլ-Իզմիր մայրուղու տարածքում Նաիֆլի գյուղի մոտակայքում։ Բեկորները ցրվել են մեծ տարածքի վրա, ինչի պատճառով անհրաժեշտ է եղել փակել մայրուղու մի հատվածը։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, ոստիկաններ եւ շտաբ օգնության աշխատակիցներ։ Բալաքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուսթաօղլուն հայտարարել է, որ վթարի պատճառը դեռևս պարզված չէ եւ ընդգծել է, որ հետաքննությունը համատեղ վարում են զինվորականները եւ դատախազությունը։ Բրազիլիայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների եւ դրանց առաջացրած սողանքների պատճառով 30 մարդ զոհվել է, 39 մարդ դեռ անհետ կորած է։ Մինաս Ժերայսի նահանգում գետը դուրս է եկել ափերից եւ հեղեղել փողոցները։ Սողանքի տակ է մնացել 12 տուն, 200 մարդու հաջողվել է փրկել։ Որոշ համայնքներ սողանքների պատճառով կտրվել են արտաքին աշխարհից։ Դպրոցներում դասերը չեղարկվել են։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք նոր-նորքի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել, մանրամասները տեսանյութում։ Համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժնի ծառայողները բացահայտել են տելեգրամյան ալիքի միջոցով թմրանյութերի իրացման 2 դեպք, ընդ որում 2 դեպքով էլ ըստ կասկածյալների թմրանյութը ձեռք են բերել նույն կայքեջից։ Առաջինը փետրվարի 11-ին էր։ Այդ օրն անցկացված ուժեղացված ծառայության ընթացքում նոր-նորքի համայնքային ոստիկանները Բագրևանդի փողոցում կանգնեցրել են BMW մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում ոստիկանները մեքենայի սրահում նկատել են էլեկտրական կշեռ եւ պոլիէթիլենային տոպրակով կասկածելի զանգված։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների եւ պարեկների հետ համայնքային ոստիկանները վարորդին, 2 ուղևորին ու մեքենան տեղափոխել են նոր-նորքի բաժին։ Պարզվել է, որ 3-ն էլ Աբովյան քաղաքի բնակիչ են։ Նրանց խոզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, մեկի մոտ նաև ծալովի դանակ։ 33-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայում թմրամիջոց կա, որը ձեռք են բերել տելեգրամյան ալիքի միջոցով անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաջորդ բացահայտումը փետրվարի 12-ին էր։ Նոր-նորքի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրեցի մի երիտասարդ ապօրինի ձեռքբերում եւ իրացնում է մարիխուանա։ Փետրվարի 12-ին ժամը 11:25-ին մայրաքաղաքի Լվովյան փողոցին կից ձորակում 23-ամյա Գյումրեցին ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Նրա խոզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 7 փաթեթ։ Երիտասարդը խոստովանեց, որ արդեն մոտ 1 ամիս տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութով փաթեթներ։ Այդ օրն էլ տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք է բերել մարիխուանայի 21 փաթեթ, որոնցից 14-ը մինչև ձերբակալվել է, հասցրել է տեղադրել նոր-նոր վարչական շրջանի տարածքում։ Նա հայտնեց, որ տեղադրման լուսանկարներն առկա են իր բջջային հեռախոսում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տեղադրված 14 փաթեթից 7-ը հայտնաբերվեց։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, 2 դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ հանրապետության տարածքում վաղ գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ նախալեռնային եւ հովտային շրջաններում անձրևի, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառան անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 նիշ։ Երևանում վաղը կեսօրից հետո սպասվում են տեղումներ, ցերեկը ձնախառան անձրևի, գիշերը ձյան տեսքով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։